Ուրեմն ընտրությունների արդյունքում արձանագրված երկու կարևոր փաստի հետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ուզում հաշվի նստել և համակերպվել։ Առաջինը, չնայած աննախադեպ լայնածավալ արտաքին աջակցության կամ տվյալ դեպքում միջամտության, չնայած պետական վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և բազմաթիվ ապօրինությունների, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ մեր ժողովրդի ձայների 50%։ Եվ երկրորդ հանգամանքը, չնայած աննախադեպ բռնաճնշումների, ապօրինությունների, ընտրակեղծիքների, ֆիզիկական և տեղեկատվական տեռորի, ընդդիմությունը կարողացավ առնվազն խորհրդարանական շեմը հաղթահարող ուժերը արձանագրել շուրջ 550,000 քվ։ Հիմա այս փաստի հետ Փաշինյանը փորձում է չհամակերպվել և հայտարարում է, որ ընդդիմության ձայները կեղծված են և ընդդիմությունը լեգիտիմ չի այդ ձայները ձեռք բերել ընտրակաշառքով։ Ուրեմն լսի Նիկոլ Փաշինյան, այս երկրում եթե կա մի ընտրակեղծարար, դա դու ես, եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ, դա դու ես և քո քաղաքական թիմը, հետևաբար ուզես թե չուզես, այս փաստի հետ հաշվի ես նստելու։ Իսկ ընդհանրապես սիրելի ժողովուրդ, այս ձեռագիրը նույն ձեռագիրն է, բան չի փոխվել իրենց մոտ։ Հանձնել Արցախը, ասել, որ նախկիններն են արել, կեղծել ընտրությունները, մեղքը բարդել ընդդիմության վրա։ Եվ այս ամեն ինչի իմաստը որն է, շարունակ խուսափել պատասխանատվությունից, շարունակ մեղքը բարդել այլոց վրա և ինչի է այս պահին նաև սա անում, այսինքն ինչու է SMS ուղարկել իր հանցագործ ռեժիմի այդ ոհմակին, որ բոլորը հայտարարեն, որ ընդդիմության ստացած քվեն կեղծված է, մի նպատակով, որպեսզի ապալեգիտիմացնի ընդդիմությանը և դրանից հետո այն բոլոր հանցագործությունները, բռնաճնշումները, ապօրինությունները ընդդիմության նկատմամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի և նրա ղեկավարների լինեն արդարացված, բայց չի ստացվելու, այս ճանապարհով որևէ արդյունքի չեք հասնելու, ուզեք թե չուզեք, դուք հաշվի եք նստելու մեր ժողովրդի մեծամասնության կարծիքի հետ, իսկ մեծամասնությունը ձեր օգտին չի, առնվազն մեծամասնությունը ձեզ չի քվեարկել, և չնայած այդքան ճնշումների ու հանցագործությունների, կես միլիոնից ավել մարդ քվեարկել է ընդդիմությանը։